Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Լուսինե Զարայլյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարոտ։ Մեկնարկել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան։ Փաշինյան Կոբախիձե առանձնազրույց, Վրաստանի եւ Հայաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, այնուհետև երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններ մամուլի համար, ինչ են քննարկել վարչապետները։ Պաշտոնական այցով Երևանում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Համատեղ հայտարարության ժամանակ Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու արևմուտքի փորձերը, հապկում անհանգիստ են։ Կառույցի Միացյալ շտաբի պետը անդրադարձել է տարածաշրջանում տիրող վիճակին։ Թրամփի վարչակազմը 3 ամսով սառեցրել է Միացյալ Նահանգների արտաքին օգնության փաթեթը, այն վերանայելու եւ նախ եւ առաջ Ամերիկան քաղաքականությանը համապատասխանեցնելու համար։ Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքը Թրամփի այս որոշման վերաբերյալ։ Հայաստանում կացանագրվի ծառայողական մեքենաների թվի պատմական մինիմումը հայտարարել է Փաշինյանը, հայտնելով նախատեսվում է 52 պետական կառույցից հետ վերցնել 423 տրանսպորտային միջոց։ Գործադրի նիստին նախագիծը գործընկերներին ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Ակադեմիական քաղաքը պետք է դառնա կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Կայացել է հանդիպում ծրագրի մշակման եւ իրականացման գործակից միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեի այցը Հայաստան, կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների։ Երկու երկրների վարչապետների ղեկավարությամբ էլ տեղի է ունեցել նաև Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել է նաև երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը։ Նիկոլ Փաշինյանը եւ Իռակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը։ Այնուհետև Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով։ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու երկրների ինքնիշխանությունը։ Մեր տարածաշրջանում առկա տարածքային դեռևս չլուծված խնդիրներից անկախ։ Ահա այն գլխավոր ուղերձը, որը պարունակում էր Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որի մասին խոսեց նախ հյուրընկալող երկրի վարչապետը։ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անկախտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։ Այս համատեքստում իհարկե ընդգծվեց նաև Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում թե Հայաստանին, թե Վրաստանին եւ թե տարածաշրջանի մյուս երկրներին։ Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալոխի նախագծին միանալու վերաբերյալ։ Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարների օրակարգում է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների վերաբերյալ քննարկումները։ Ըստ այդմ հայտարարվեց հայ-ադրբեջանական սահմանի զատման գործընթացի շարունակության սկզբնակետը։ Երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ եւ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում եւ շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Գործընկերոջս ներկայացրել եմ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ։
Այսօր մենք շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ եւ բազմակողմ գործակցության մասին տարբեր ասպարեզներում։ Մտքեր փոխանակեցինք այն գործընթացների մասին, որոնք զարգանում են եւ համաշխարհային եւ ռեգիոնալ ասպարեզում։ Իհարկե աշխարհը լի է մարտահրավերներով եւ դրանք հաշվի առնելը խիստ կարեւոր է եւ ել ավելի է ընդգծում սերտ գործակցության կարեւորությունը։ Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով։ Մեր երկրների միջև զարգացումները նաեւ ազդագիր են համաշխարհային զարգացումների եւ մեր գործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի։ Իրակլի Կոբախիձեն այնուհետև արդեն հանդես եկավ շնորհակալության խոսքով, միաժամանակ վերահաստատելով նաև պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում։ Մենք եւս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը, մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության եւ կայունության համար։ Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել նաեւ հետայսու։ Շատ կարեւոր է, որ հարգանք դրսեւորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին մեր տարածքային անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար։ Սրանից զատ նա իր հերթին կարևորեց Հայաստան-Վրաստան տնտեսական փոխհարաբերություններն ու երկու երկրների միջև առկա բազմաոլորտ գործակցությունը։ Տնտեսական եւ առևտրային մեր երկկողմ հարաբերությունները նույնպես շատ կարեւոր են, թերևս տեղյակ ենք, որ տնտեսական հանձնաժողովը հիմնական շեշտադրումը դնում է տնտեսական ասպարեզում գործակցության վրա։ Մենք շատ բավարարված ենք այս ասպարեզում դրական միտումներով։ Տնտեսական եւ առևտրային ոլորտներն ունեն նաեւ զարգացման ներուժ եւ այդ չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել։ Սա քննարկվեց նաեւ մեր հանձնաժողովի նիստում։ Եվ վերջապես ուզում եմ ընդգծել, որ մեր գործընկերությունը, բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ել ավելի ջանքեր ձեռնարկելու իշահ այս հարաբերությունների հետագա ամրացման, իշահ մեր երկրների եւ ազգերի։ Իսկ վերջում Կոբախիձեն Փաշինյանին հրավիրեց Թբիլիսի։ Իդեպ վարչապետի պաշտոնում սա Կոբախիձեի երկրորդ այցն է Երևան։ Մի քանի օր առաջ էլ նա պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակելով թեման, նշենք, որ պաշտոնական այցով Երևանում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին։ Կայացել է Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Համատեղ հայտարարության ժամանակ Վրաստանի արտգործնախարարը Միրզոյանին հրավիրել է Թբիլիսի, նշել, որ Վրաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Երևանում կայացել է Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների ասուլիսը, որի ընթացքում բացի ավանդական դարձած հայ-վրացական հարաբերություններից անդրադարձ է կատարվել սահմանազատման խնդրին։ Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց Հայաստանի նախաձեռնության խաղաղության խաչմերուկի մասին, որը ենթադրում է տնտեսական եւ տրանսպորտային գործակցության ընդլայնում։ Նա նշել է, որ Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացրել է նաև Ադրբեջանին։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում եւ պետք է նշենք Ադրբեջանը, բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից, խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տնտեսական, տրանսպորտային երեք երկրների միջև, ոչ միայն երեք, նաև ավելի մեծ ռեգիոնում համագործակցություն, այլ երկրների մասնակցությամբ ևս։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին իր հերթին ընդգծեց, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ու պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ։ Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, նա նշեց, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստանի արտգործնախարարը հայտնեց, թե Թբիլիսիում հույս ունեն, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինեն։ Ավելին, Վրաստանը պատրաստ է ել ավելի ինտենսիվացնել ջանքերը տարածաշրջանում երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար։ Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամփոփվի
կապահովվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար։ Մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա։ Այսպիսով մենք պատրաստ ենք գործակցել մեր երկու հարևանների հետ։ Երբ մենք խոսում ենք այս տարածաշրջանում խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին, մենք պետք է նշենք, դրանք գալիս են Ռուսաստանից։ Այդ երկիրը օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ Այդ իրավիճակով պայմանավորված ի հայտ են եկել հումանիտար, տնտեսական եւ սոցիալական ծանր խնդիրներ։ Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական գործակցության խորացման մասին։ Բոջորիշվիլին ընդգծեց, որ Թբիլիսին շահագրգռված է հայ-վրացական կապերի զարգացման հարցում եւ պատրաստ է նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ու առևտրային կապերի ամրապնդմանը։ Արարատ Միրզոյանն էլ վերահաստատեց, որ ապաշրջափակումը մեծ տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները վստահություն հայտնեցին, որ խաղաղությունը եւ կայունությունը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի եւ գործակցության հիման վրա։ Ամփոփելով Վրաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ վերահաստատեց Թբիլիսիի պատրաստակամությունը աջակցելու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Նա վերահաստատեց Թբիլիսիի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ դառնալու բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական խորհրդի որոշումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու վերաբերյալ։ Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է։ Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում, գրված է արտգործնախարարի X էջում։ Հապկում էլ անհանգիստ են կառույցի միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերձյուկովը հայտարարել է, թե Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է։ Նա թվարկել է հիմնական խնդիրները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Առաջին պատճառը արևմտյան երկրների ազդեցություն ամրապնդելու փորձերն են, երկրորդը հայ-ադրբեջանական սահմանի զատումը եւ խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։ Անդրադառնանք այլ թեմաների, նախատեսվում է 52 պետական կառույցից հետ վերցնել 423 տրանսպորտային միջոց եւ ամրացնել պետգույքի կառավարման կոմիտեին։ Գործադիրի նիստին նախագիծը գործընկերներին է ներկայացրել ՏԿ-նախարար Դավիթ Խուդատյանը։ Կոմիտեի ղեկավարն էլ նշել է, որ այդ մեքենաների մեծամասնությունն աճուրդով կվաճառվի։ Ըստ վարչապետի այս որոշումից հետո Հայաստանում կարձանագրվի ծառայողական մեքենաների թվի պատմական մինիմումը։ Կառավարության որոշմամբ հստակեցվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի եւ մենագրության սահմանումները, որոնցով պայմանավորված ավագ առաջատար գլխավոր, պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողների տարակարգերի համար սահմանված քանակական չափանիշներում լրացվել են համապատասխան հրապարակումների ընդգրկված լինելը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2024-ի տվյալներով Հայաստանը ունեցել է պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Հստակեցվել է համարժեքությունների համակարգը, ըստ որի գիտական հոդվածները ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր, ինչպես նաև հստակեցվել են աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով բարեփոխումների արդյունքում այս տարվա հունվարից բարձրացել է գիտական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը։ Լաբորանտ ճարտարագետ այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67300 դրամ, 2025 թվականի հունվարի 1-ից սենց փուլ աճելով դարձել է 138300 դրամ, աճը 105%, այսինքն աշխատավարձը կրկնապատկվել է, չնայած բարեփոխումը կատարյալ չի եղել։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 76000 դրամից 2021 թվականի փուլերով աճել է 2025 թվականի հունվարի 1-ից դարձել է 179000 դրամ, աճը 135%, ավելի քան կրկնապատկվել է։ Վարչապետն անդրադարձել է նաև համընդհանուր հայտարարագրման գործընթացին, նշելով, որ այն առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է, հիշեցնելով, նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 միլիարդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, եւ այժմ նման եւս մեկ համակարգ է ներդրվելու, այն է համընդհանուր հայտարարագրումը։ Մեր սոցիալական կրեդիտը, ասենք 5000-ի դեպքում մանկապարտեզի վճարը ամբողջությամբ բանկանի կծածկի, այսինքն երբ որ քաղաքացին աշխատող քաղաքացին երբ որ համընդհանուր հայտարարագիր է լրացնում եւ այդտեղ
ներառում է մանկապարտեզի համար տարեկան վճարած 50,000 դրամը, այսինքն մի երեխայի համար ստացվում, չէ, 60,000 դրամ են վճարում, այսինքն իր վճարած եկամտային հարկից կարող է այդ գումարը հետ ստանա, պլյուս են 40,000-ն է ծախսել այլ նպատակի համար։ Կառավարության հաջորդ որոշմամբ պետական կառավարման 52 մարմնից կվերցվի 423 տրանսպորտային միջոց, որոնք կամրակցվեն պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսին։ Կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը նշեց, որ այդ մեքենաների մեծամասնությունն աճուրդով կվաճառվի, որոնք թարմ են նորեն եւ պետական համակարգում արկա մեքենաների փոխարինման, ավելի հին մեքենաների փոխարինման արարություն կլինի, այդ նոր մեքենաներով կփոխարինենք, բայց մեծամասնությունը վստահաբար աճուրդային եղանակով վաճառվելու է եւ եթե թույլ տաք, պարոն վարչապետ, նշեմ, որ այս տարվանից գործում է արդեն էլեկտրոնային աճուրդների համակարգը, նաեւ մեր քաղաքացիներին տեղեկությունը փոխանցենք եւ այդ համակարգով կարող են մասնակցել աճուրդներին եւ ձեռք բերել մեքենաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այս որոշումից հետո կարձանագրվի ծառայողական մեքենաների թվի պատմական մինիմումը։ Ըստ նրա, այսպիսով մի կողմից պետծառայողներին կմղեն շփվել մարդկանց հետ, մյուս կողմից կխնայեն բյուջետային ծախսերը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ակադեմիական քաղաքը պետք է դառնա կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ծրագրի մշակման եւ իրականացման գործակից միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա ընդգծել է նախագծի հաջող իրականացումը պահանջում է գործակցություն տեղական բուհերի, հետազոտական ինստիտուտների, նաեւ միջազգային գործընկերների հետ։ Ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այս մասին ծրագրի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շեշտելով դրա հաջող իրականացումը մեծ ջանքեր է պահանջում։ Բոլորս հասկանում ենք, որ սա իսկապես մեծ նախագիծ է տարբեր բաղադրիչներով եւ հնարավոր են տարատեսակ բարդություններ, սակայն համոզված եմ, համատեղ ուժերով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Ուստի շատ կարևոր է ոչ միայն միջազգային գործընկերների դերը, այլև գործակցությունը տեղական բուհերի, հետազոտական ինստիտուտների, դասախոսների եւ ուսանողների հետ։ Նրա խոսքով այժմ բավականին ակտիվ աշխատում են ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագրի վրա, որի նպատակով գործակցում են ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, նաեւ մասնագիտացված ընկերությունների հետ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայեցյանն էլ տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման աշխատանքների փուլ են մտնում, որից հետո կմեկնարկի ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցման գործընթացը։ Ֆիզիկական գործընթացների զուգահեռ նաեւ տեղի են ունենում բուհական համակարգի խոշորացման այդ պետական ծրագրով նախատեսված գործընթացները, որտեղ մենք բովանդակային պրոցեսներ ենք վարում, որի համար էլ մենք նաև պայմանագրեր ենք կնքում աշխարհի առաջատար բուհերի գործընկերների հետ։ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թվականին մշակված եւ ներկայումս քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման եւ համակարգման համար պատասխանատու գերմանական GMP ճարտարապետային ինժեներական ընկերության փոխտնօրեն Թոմաս Քելն ընդգծել է, որ ինժեներներն աշխատում են անել հնարավորը, որ ակադեմիական քաղաք ծրագիրն իրականանա։ Այս նախագծի իրականացումը պետք է դրվի ամուր հիմքերի վրա։ Մեր խնդիրն է լսել ոչ միայն կառավարության, այլև ուսանողների, պրոֆեսորների ու մասնագետների կարծիքը։ Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման եւ նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնիկական համալսարան միջազգային կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը նշել է, որ իրենց համալսարանն օգնելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը գիտական կազմակերպությունների, բուհերի խոշորացման եւ միավորման գործում։ Ակադեմիական քաղաքի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում եւ փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներ են այդ ուղղությամբ գնում, քանի որ դա կառավարման արդյունավետ մոդել է։ Մեր օրերում բուհերի դերը ոչ միայն կրթելն է, այլև մեծ ազդեցություն ունենալն է ու հաբ դառնալը, որն ընդգրկում է կրթությունը, գիտությունն ու արդյունաբերությունը։ Տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական սիստեմատիկա ընկերության տնօրեն Դիեգո Դե Պոնտեն ասել է, որ ուսումնասիրելու են ակադեմիական քաղաք տանող բոլոր ուղղությունները, թե արտաքին, թե ներքին տեղաշարժը եւ մշակելու են ռազմավարություն, հաշվի առնելով բոլոր հանգամանքները։ Մեզ համար առանցքային դեր է ունենալու երկաթգծի շահագործման հնարավորությունը, քանի որ մեքենաների ծանրաբեռնված շարժը պետք է թեթևացնել դեպի ակադեմիական քաղաք հանրային տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս ապահովելու նպատակով։ Իդեպ նախագծով նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում բնակվելու եւ աշխատելու է մոտ 44,000 մարդ, կառուցվելու են համալսարաններ, հանրակացարաններ, գիտահետազոտական լաբորատորիաներ,
Մարզասրահներ, համերգասրահներ, նաև մինչև 35,000 հանդիսատեսի համար նախատեսված ազգային մարզադաշտ։ Ծրագրի միջազգային գործընկերները վստահեցնում են, որ ակադեմիական քաղաքը ոչ միայն նոր մակարդակի կհասցնի կրթության և գիտության ոլորտներն, այլև Հայաստանի համար կդառնա նորարարական և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կաշառակերության մեղադրանքով։ Ըստ ամերիկյան դաշնային դատախազների մեղադրանքի նախկին սենատորը այլ կառավարություններին աջակցելու դիմաց ստացել է խոշոր նվերներ, ոսկի, կանխիկ փող և Մերսեդես։ Բոբ Մենենդեսը հայամետ քաղաքական գործչի համբավ ունի, նրա հայազգի կինը նույնպես մեղադրյալ է ամուսնու գործարքներին մասնակցելու համար։ Կնոջ դատավարությունը նշանակված մարտին, Մենենդես ամուսինները մեղադրանքը չեն ընդունել։ Տրամպի վարչակազմը 3 ամսով սառեցրել է Միացյալ Նահանգների արտաքին օգնության փաթեթը այն վերանայելու եւ նախևառաջ ամերիկան քաղաքականությանը համապատասխանեցնելու համար։ Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են նման քայլը վտանգի տակ կդնի բազմաթիվ կյանքեր ամբողջ աշխարհում։ 2023 ֆինանսական տարում Միացյալ Նահանգները մոտ 70 միլիարդ դոլար է ծախսել արտաքին օգնության նպատակով, որի մեծ մասը տրամադրվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով։ Մարդասիրական օգնություն ցուցաբերելու գծով Միացյալ Նահանգներն աշխարհի թիվ 1 երկիրն է եւ առաջատարը միավի կանխարգելման եւ DI-ի տարածման դեմ պայքարի ոլորտում PEPFAR ծրագրի միջոցով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագրով սառեցրել է նաեւ պարենային օգնությունը բացառությամբ ամենից հրատապ անհրաժեշտություն ունեցող ծրագրերի։ Փաստաթղթի համաձայն 90 օրով սառեցվում է աջակցության ծրագրերի իրականացումը եւ այդ ընթացքում գնահատվելու է դրանց արդյունավետությունը։ Սպիտակ տունը ներկայացրել է նման քայլի հիմնավորումը, նշելով, որ դադարեցվում են դաշնային բոլոր դրամաշնորհներն ու վարկերը սկսած 3 շաբթիից։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների նախագահի մամլոք քարտուղար Քերոլայն Լևիթը չի մանրամասնել, թե կոնկրետ որ ծրագրերի մասին է խոսքը։ Նախորդ 4 տարիներին տեսել ենք, թե որքան անարդյունավետ է ծախսում Բայդենի վարչակազմը։ Դա մեծապես պատճառ է հանդիսացել, որ ունեցել ենք նման գնաճ։ Այս վարչակազմի պարտավորությունն է կրկին համոզվել, որ յուրաքանչյուր սենտ ազնվորեն հաշվառվում է։ Սպիտակ տունը անպատասխան է թողել Ամերիկայի ձայնի հարցումը, պարզաբանելու, թե ԱՄՆ կողմից ցուցաբերվող օտարերկրյա օգնության ծրագրերի վրա ինչ ազդեցություն կունենան վերջին զարգացումները։ Այս ամենի ֆոնին մարդասիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները ահազանգում են, որ Վաշինգտոնի արտաքին օգնության ծրագրերը կարևոր նշանակություն ունեն, օրինակ, բիզնեսի զարգացման միավի դեմ տեղամիջոցների տրամադրման գործում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ անդրադարձել է ԱՄՆ արտաքին օգնության սառեցման մասին հայտարարությանը։ Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ բացառությունների հարցը, ապահովելու կրիտիկական զարգացման եւ մարդասիրական գործունեության շարունակական իրականացումը աշխարհի ամենախոցելի համայնքների համար։ 2023 ֆինանսական տարում USAID-ն իր ամենամեծ ծրագիրը 14 միլիարդ դոլար իրականացրել է Ուկրաինայի համար։ Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ ողջունում են ԱՄՆ հարկատուների միջոցների վերաբերյալ հաշվետվողականությունը, սակայն կոչ են անում չդադարեցնել օգնությունը ծրագրերի վերանայման ընթացքում։ Եթե ցանկանում եք վերանայել ողջ օգնությունը, ապա եղեք թափանցիկ։ Մի դադարեցրեք կյանքը պահպանվող եւ փրկող օգնությունը, մինչ իրականացնում եք այդ վերանայումը։ Դիտորդները մտահոգ են, որ ամերիկյան արտաքին օգնության սառեցումը բացասական հետևանքներ կունենա։ Մեր հիմնական մտահոգությունը կապված է օտարերկրյա օգնության դադարեցման անմիջական ազդեցության հետ։ Պետք է հիշել, որ օտարերկրյա օգնությունը ներառում է այնպիսի մարդասիրական ծրագրեր, որոնք վերաբերում են պատվաստանյութերի տրամադրմանը, օրինակ ողջ աշխարհում երեխաներին, որպեսզի համոզվենք, որ նրանք վարակիչ հիվանդություններով չեն հիվանդանա։ Սակայն աշխարհում հանրային առողջության վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը հայտնի է։ Նա հայտարարել էր, որ իր պաշտամուտի առաջին օրը դուրս կգա առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, պատճառաբանելով, որ Միացյալ Նահանգներին թալանում են, քանի որ Վաշինգտոնն է կազմակերպության ամենամեծ դոնորը։ Թրամփը նույնն արել է իր առաջին ժամկետի ընթացքում։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր փոփանքի խոսքերը զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին։ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ, ասվում է արտգործնախարարության X-ի էջում արված գրառման մեջ։ Միջազգային նորություններն դիտեք տեսաշարով։
American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը եւ ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռն օդում բախվել են եւ ընկել Պոտոմակ գետը։ Ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 մարդ։ The Washington Post-ի աղբյուրները հայտնել են, որ ջրից դուրս է բերվել 18 մարդու մարմին։ Փախումը տեղի ունեցել Վիրջինիա նահանգում Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Ուղևորատար ինքնաթիռը դեպի Ռեյգանի անվան օդանավակայան չվերթ էր իրականացնում Կանզասի Վիչիտա քաղաքից։ Ռազմական ուղղաթիռ ուսումնական թռիչքի էր դուրս եկել Վիրջինիայի Ֆորտ Բելվուարի ռազմակայանից։ American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր եւ անձնակազմի 4 անդամ։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ուղղաթիռում եղել է 3 զինվոր։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրաված են բազմաթիվ վարչությունների աշխատակիցներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան Համաս շարժման պատվիրակությանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է Համասի շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին եւ Համասի պատվիրակությանը։ Նա ընդգծել է, որ Համասի 471 օրվա պայքարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ դիմադրության ոգին չի կորչի, ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում հրադադարի գործընթացը եւ Պաղեստինում ընթացիկ իրադարձությունները։ Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում 30 անչափահասների այդ մասին հայտնել է պաղեստինյան Համաս շարժման գերիների հարցերով գրասենյակը։ Նշվում է, որ փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակում ազատ կարձակվեն 32 ցմահ ազատազրկման դատապարտված գերիներ, երկար ժամկետներով 48 ազատազրկվածներ եւ 30 երեխաներ։ Ավելի վաղ պաղեստինյան Համաս շարժման ռազմական թևի Ալ-Քասամ բրիգադների ներկայացուցիչները հայտարարել են, որ 5-շաբթի օրը կազատեն իսրայելցի եւս 3 պատանդների։ Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ, ամրապնդելով իր իշխանությունը։ Համաձայն ռազմական հրամանատարության հայտարարության, որը գլխավորում էր նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ հարձակումը, Շարան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել։ Իսկ Սիրիայի սահմանադրության գործնականությունը կասեցվել է։ Այդ որոշումներն ընդունվել են Ասադի տապալմանը մասնակցած ռազմական հրամանատարների խորհրդակցության ժամանակ։ Ելույթ ունենալով համաժողովում Շարան ասել է, որ Սիրիայում առաջնահերթ խնդիրը կառավարության վակումը օրինական ճանապարհով լցնելն է։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։ Ցտեսություն։